Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր շատ կարևոր եւ հետաքրքիր հարցի մասին ենք ձեր հետ խոսելու՝ Լեհաստանի զինված ուժերի վերազինումը, որը տեղի է ունենում աննախադեպ ծավալով եւ շատ մեծ նշանակություն ունի, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես գիտեք, վերջի ամիսների ընթացքում փաստացի ակտիվացրել է լրջորեն իր համագործակցությունը Լեհաստանի հետ եւ նպատակ ունի նաեւ, մենք դրա մասին ձեր հետ խոսել ենք, Լեհաստանից գնել կոնկրետ տանկեր Լեհաստանի եւ Հարավային Կորեայի միասնական արտադրության K2 ձևաչափի բավականին բարձր տեխնոլոգիական նոր տանկերը, որոնք աշխարհում գերհզոր են համարվում եւ ամենաթարմեր զենքերից մեկն է։ Բայց բացի դրանից Լեհաստանը ունի մեծ լայնածավալ ռազմավարական ծրագիր, ըստ որի վերազինում է իր ամբողջությամբ բանակը։ Այս օրակարգը ձևավորվել է Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո, երբ Լեհաստանի համար ակնհայտ դառավ, որ ինքը ունենալով սահման Ռուսաստանի հետ, ինչպես Կալինինգրադի, այդպես էլ Բելարուսի ուղղությամբ, որտեղ ռուսական զորքեր են տեղակայված, շատ մեծ կարևորություն եւ անհրաժեշտություն ունի ձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք կապահովեն Լեհաստանի աննախադեպ ռազմական պաշտպանությունը եւ պաշտպանության հնարավորությունները կաճեցնեն։ Այդ նպատակով Լեհաստանը փաստացի ՆԱՏՕ-ում ամենախոշոր ծախսերն է այս պահի դրությամբ ուրեմն առանձնահատուկ ուղղել հենց զինված ուժերին, հարգելի հայրենակիցներ, եւ այսօր ես առաջարկում եմ ձեր հետ, հաշվի առնելով Հայաստանի եւ Լեհաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը եւ կարելի ասել, որ այս պահի դրությամբ առնվազն եվրոպական մայրցամաքում Ֆրանսիայից հետո հաջորդ պետությունը, ում հետ Հայաստանը իրոք խորացնում եւ ռազմատեխնիկական համագործակցություն է ձևավորում, դա հենց Լեհաստանն է։ Սրա նշանակությունը ահռելի մեծ է եւ լուրջ է, եւ սա նշանակում է, որ կա կարևորություն մենք ուսումնասիրենք, թե ինչ Հայաստանը կարող է գնել Լեհաստանից, ինչ կարող է սովորել, որտեղ կարող է համագործակցել եւ թե ինչու Լեհաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ եւ զարգացմամբ։ Ընդ որում ասեմ ձեզ, որ ես Լեհաստանում բազում անգամ եղել եմ եւ շատ լավ ընկերներ ունեմ Լեհաստանում, այդ թվում լեհեր, որոնք տարածաշրջանում են աշխատում այստեղ Հարավային Կովկասում, Վրաստանում, Հայաստանում եւ միշտ իրանց հետ շատ ակտիվ շփվել եմ, վերջերս Լեհաստանի հանրային հեռուստաընկերությանը հարցազրույց եմ տվել Վրաստանի թեմայով եւ շուտով կլինի այդ հարցազրույցն էլ, այսինքն բացի դրանից Լեհաստանը վրացալեզու էլ է բացել բաժին, ես վրացալեզու չեմ տվել, իրանց լեհերեն ուրեմն բաժնին եմ տվել, բայց վրացալեզու է բացվել, վրացալեզուին առանձին եմ տվել, այնտեղ իմ լավ ընկերներն են նաև աշխատում, վրացիք իհարկե, եւ ընդհանուր առումով ուզում եմ ասեմ, որ Լեհաստանի ուղղությամբ նաև լուրջ աշխատանքներ պետք է ծավալենք։ Հիմա, մինչև անցնենք հարգելի հայրենակիցներ մանրամասն վերլուծությանը տարբեր ոլորտների, որը համոզված եմ ձեզ կհետաքրքրի, որովհետև այդ ամենը շատ բանը կարելի է Հայաստանը, որ նաև գնի եւ մասնակցի եւ այնինչ նոր բանակ մենք տեսանք Հայաստանի Հանրապետության, դա ընդհանուր առումով դեռ առաջի փուլն է եւ առաջի քայլն է։ Եվ ես աջակցելով քաղաքացիական պայմանագրի վերընտրմանը ասում եմ, որ այդ վերընտրման գլխավոր նպատակներից մեկը պետք է լինի հաջորդ 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտունակության, ռազմատեխնիկական հնարավորությունների մի քանի անգամ աճեցնելը, մի քանի անգամ, չեմ նույնիսկ ասի կրկնապատկելը, որովհետև դա անբավարար եմ համարում, մի քանի անգամ աճեցնելը եւ այդ նպատակով Լեհաստանը իր կարևոր դերը ունի իմ պատկերացումով։ Միջև անցնենք բուն այդ թեմային, հարգելի հայրենակիցներ, հիշեցնեմ ձեզ, որ շատ կարևոր է, որ լայքեք այս մեր եթերը, ձեր համար դա բարդ չի անել, բայց գիտեք ինչ կարևոր է մեր ալիքի կայուն զարգացման համար, որ ապահովենք դիտումները եւ իմաստ ունենա նաեւ իմ կողմից բավականին լուրջ
ժամանակ այս ամենին ծախսելը։ Կարևորում եմ դա, կարևորում եմ ձեր մեկնաբանությունները, ձեր բաժանորդագրվելը, ինչպես նաև առանձնահատուկ նշանակություն ունի ալիքին անդամակցելը այստեղ YouTube-ում միանալ կոճակի շնորհիվ կամ Patreon-ում։ YouTube-ում կարող են անդամակցել մեր հայրենակիցները Ամերիկայից, Եվրոպայից, տարբեր ուրիշ արևմտյան պետություններից, ուստի ձեր համար դա բարդ չէ, բայց շատ հեշտությամբ դուք կարող եք փոքր ներդրում ունենալ իմ ալիքի եւ իմ գործունեության մեջ, ուստի մեր ընդհանուր հաջողության մեջ։ Հայաստանից եւ ուրիշ պետություններից, որտեղ որ դեռ YouTube-յան անդամակցությունը հասանելի չէ, կարող եք անդամակցել Patreon էջի շնորհիվ։ Ընդհանուր առումով Patreon-ով նաև կարող եք ուղղակի անդամակցել բոլորը եւ ստանալ նաև իմ վերլուծությունները, բայց ով անդամ է դառնում ամսական ձևաչափով, հավելյալ վերլուծություններ եք ստանում նաև բացի ինձ աջակցելուց տարբեր թեմաների շնորհիվ։ Շատ շնորհակալ եմ բոլոր նրանց, ով դա անում է, նաև կարող եք անմիջապես աջակցել ալիքին, այստեղ շնորհակալություն կոճակի շնորհիվ կամ PayPal-ի հղումի շնորհիվ։ Բոլոր նրանց, ով դա անում է, ես շատ շնորհակալ եմ եւ ուրախ եմ, որ այդ ցանկը մարդկանց անում է դա եւ ես միշտ ուրեմն առանձնահատուկ գնահատում եմ ձեր ներդրումը այս մեր կարևոր գործում։ Հիմա շարունակում ենք եւ անդրադառնում ենք արդեն բուն հարցին, հարգելի հայրենակիցներ, կարևոր է իրոք թեման։ Սկսենք նրանից, որ այս պահի դրությամբ բավականին սահմանափակ զորքեր ունեն, 205,000 զինվոր, հաշվի առնելով ուրեմն Լեհաստանի 38 միլիոն բնակչությունը եւ ընդհանուր առումով պատրաստվում է մինչև 300,000 բարձրացնել այդ թիվը, հարգելիներ, ընդհանուր առումով 30 թվականի համար եւ ամբողջ ծրագրերը, ասեմ ձեզ, որ 2030 թվականի համար է նախատեսված, պատրաստվում է Լեհաստանը ապահովել 500,000 զինծառայող, որից 300,000-ը կլինի լիարժեք ուրեմն զորքեր, իսկ 200,000-ը պահեստազոր։ Եվ այդ նպատակով Լեհաստանը ընդունել է պետական պաշտպանության մասին օրենք, որով ձևավորել է եւ ամրապնդել է առնվազն 3%-անոց ՀՆԱ-ից ծախս եւ միևնույն ժամանակ ձևավորել է հատուկ այսպիսի հիմնադրամ, որը աջակցում է զինված ուժերի զարգացմանը։ Այս պահի դրությամբ 25 թվականի համար իրականում 3%-ը դա մինիմալն է օրենքով, 4,7% է ծախսել 25 թվականին եւ 26 թվականի համար, այսինքն այս տարվա համար նախատեսված է ՀՆԱ-ի 5%-անոց ծախս, որը ամենամեծն է։ Եվրոպական միությունից շատ էժան վարկեր է ստացել Լեհաստանը 44 միլիարդ եվրո SAFE ծրագրի շնորհիվ եւ դա նաեւ կարեւոր է։ Բացի դրանից Լեհաստանը ձգտում է սեփական արտադրություն ձևավորել, հարգելիներ, Միացյալ Նահանգների, Հարավային Կորեայի, Միացյալ Թագավորության եւ Շվեդիայի հետ միասին, ինչը նաեւ շատ կարեւոր է։ Եվ հիմա կսկսենք կոնկրետ օրինակներից, ուրեմն արդեն ասեմ, որ Լեհաստանը գնել է 180 K2 տանկեր 2022 թվականին եւ 2025 թվականի օգոստոսին արդեն մենք ձեր հետ տեսնում ենք, որ ստորագրվել է նոր պայմանագիր, որը եւս 180 K2 կապահովի, ընդհանուր գինը այդ նոր պայմանագրի 6.5 միլիարդ ԱՄՆ դոլար է։ Բացի դրանից 64 հատ կլինի K2 PL տարբերակները, այսինքն հենց Լեհաստան տարբերակները, որոնք ունեն հատուկ այսպեսի հատուկ պայմաններ ունեն հենց Լեհաստանի զինված ուժերի համար։ Լեհաստանը պատրաստվում է նաև ապահովի իր տարածքում այս հնարավորությունների արտադրությունը, ինչը շատ կարևոր է, այսինքն պատրաստվում է հենց 1000 տանկի արտադրություն ապահովել սեփական տարածքում, Միացյալ Նահանգների հետ նաև 1000 այդ K2 տանկը։ Հիմա Հայաստանը, որ ուզում է K2-ներ գնել, դա շատ հետաքրքիր, որովհետև Հարավային Կորեայից գնելը բարդ է, իսկ Լեհաստանը, որը մեր համար բարեկամ ժողովուրդ է, մենք նաև Լեհաստանի հետ ունենք հին պատմական կապեր, ես որ հայտնվեցի Լեհաստանում, ինձ պատմեցին, որ հայերը այստեղ դարեր է ապրում են, դարեր, այսինքն դա նաև ինձ հետաքրքրեց, որ հայերը դարերի ընթացքում այսինքն ինչ էին այդտեղ անում եւ առևտրով էին զբաղված եւ այլն,
բայց նաև կարևոր է չմոռանանք, որ Վիեննան, Ավստրիայի մայրաքաղաքը, ուրեմն այն, որ չընկավ Վիեննան թուրքերի ճնշման հետևանքում, փաստացի լեհերի շնորհիվ տեղի ունեցավ։ Լեհերը եկան եւ փրկեցին Եվրոպան թրքացումից, հարգելի հայրենակիցներ, այո։ Եվ լեհերի համար շատ լավ ծանոթ է թուրքական, կայսրական, ծավալապաշտական նկրտումները եւ ցանկությունները եւ կարևորում են լեհերը զսպել այդ գաղափարախոսությունը, դա արել են պատմականորեն, ամենացավալի հարվածներից մեկն են հասցրել իրականում Թուրքիային, այսօր Թուրքիայի հետ լավ համագործակցում են, բայց Հայաստանին աջակցելը այն նպատակով, որ մենք պաշտպանենք մեր ինքնիշխան տարածքները, շատ մեծ նշանակություն ունի։ Ուստի այն, որ այս K2 տանկերը արտադրվում են հենց Լեհաստանում եւ արտադրվելու են, դա շատ հետաքրքիր է, որովհետեւ Հայաստանի համար գնել Լեհաստանից այս տանկերը շատ ավելի հեշտ կլինի, շատ ավելի էժան կլինի եւ նաեւ մոտիկ է, դա իր կարևորությունը ունի։ Հաջորդը դա Լեհաստանը գնում է 250 ամերիկյան տանկ Abrams եւ 116 հատուկ մեքենա Abrams-ինքից եւ ուրեմն 25 ինժեներական մեքենա։ Ընդհանուր առումով սա 4.8 միլիարդ դոլարի պայմանագիր է, որը 2029 թվականին կավարտվի։ Հաջորդը սա Լեհաստանի կողմից 80 զրահատեխնիկա Ռոսոմակի գնելու օրակարգն է, որը պետք է փոխի եւ BMP-ներ են նաև գնում բորսուկ, որը պետք է փոխի սովետական BMP-ները, ընդհանուր առումով պետք է այս ամենի շնորհիվ աճեցնեն իրանց զինված ուժերի հնարավորությունները մինչև 300,000։ Հրետանին շատ մեծ դեր ունի, Լեհաստանը նպատակ ունի գնել ինքնավար հաուբիցաները K2 ձևաչափի ընդհանուր առումով PL տարբերակի եւ դա նաև հետաքրքիր է հենց սեփական տարբերակի, որովհետեւ առաջի 212 այդպիսի ինքնավար հաուբիցների գնել է Հարավային Կորեայից 2025 թվականի դեկտեմբերին։ Պայմանագիրը կնքվել է 2.4 միլիարդ դոլարի, բայց նաև ձևավորվելու են K9 այս հաուբիցների PL տարբերակները, այսինքն Լեհաստան։ 2026 թվականին կսկսվի արտադրություն եւս 460 այդպիսի PL տարբերակների եւ հետո էլի 152։ Եթե Հայաստանը գնի K2 տանկերը, այսինքն մենք նաև ինքնավար հաուբիցների ուղղությամբ, որը Լեհաստանը նաև սկսելու իր արտադրությունը, կարող ենք նաև մտածել այս ուղղությամբ, դա շատ հետաքրքիր է։ Հաջորդը դա արդեն ուրեմն ռեակտիվ հրետանին է, որը շատ մեծ իմ կարծիքով նշանակություն ունի եւ այստեղ տեսնում ենք նորից կորեական K239 Chunmo ձևաչափը, որը ունի 218 հատ գնում են եւ 72 հատ ավելացրել են, ընդհանուր առումով 290 հատ պետք է գնեն։ Սա շատ կարևոր է, կրակում է 80 կիլոմետր եւ մինչեւ բալիստիկ հրթիռներով նույնիսկ մինչեւ 290 կիլոմետր, հիմա նույնիսկ ստեղծում են հատուկ հրթիռներ մինչև 400 կիլոմետր, պատկերացնում եք, ինչ լուրջ հնարավորության մասին է խոսքը, հարգելիներ։ Հաջորդը գալիս է Հայմարսները, շատ հայտնի, 2023 թվականին Լեհաստանը կնքել է պայմանագիր, ըստ որի 286 M142 ամերիկյան Հայմարսներ է գնելու, որը դարձնելու է Լեհաստանը այս համակարգների օգտագործողներից ամենախոշորը աշխարհում Ամերիկայից հետո, եւ զուգահեռ դրա Լեհաստանը պատրաստվում է 155 մմ-անոց ուրեմն պատրաստել այդ կոնկրետ հրետանու համար նախատեսված ուրեմն միջոցները, ռազմական միջոցները եւ այդ առումով կարելի ասել դա նաև շատ հետաքրքիր եւ կարևոր է, որովհետեւ այս հրետանու արկերը
155 մմ-անոցը, որի մասին գիտեք, օրերս ընդդիմադիր դաշտում այսպիսի քննարկում էր, հայկական ուժեղ Հայաստանն էր ասում, որ ինչ որ այն չէ այս 55-ի հետ եւ թե ինչու ենք անցնում այդ ուղությամբ, որովհետեւ այսօր ամբողջ աշխարհը բացի Ռուսաստանից անցել է 155-ի վրա մմ-անոց եւ Հայաստանին ավելի հարմար կլինի, այդ թվում խոսքին նույն Լեհաստանը պատրաստվում է Ֆրանսիայի, Գերմանիայի, Հարավային Կորեայի հետ արտադրություն ձևավորել 155 մմ-անոց այդ ուրեմն կոնկրետ արկերի եւ ես կարծում եմ, որ շատ մեծ նշանակություն ունի, որ Հայաստանը ապագայում նաեւ սկսի սեփական արտադրությունը այդ 155 մմ-անոց արկերի, դա կտար լուրջ Հայաստանի զինված ուժերին հնարավորություններ, դա կարելի է նաև մտածել հենց Ֆրանսիայի, Լեհաստանի հետ միասին, հատկապես որ Լեհաստանը այդ ուղղությամբ արդեն քայլեր է անում։ Լեհաստանը նաև սկսում է հետաքրքիր ծրագիր, ուրեմն եւ այդ ծրագիրը կոչվում է Արևելյան Վահան, որը ուրեմն նպատակ ունի Ռուսաստանի եւ Բելարուսի հետ սահմանում ուրեմն այդպիսի արգելապատնեշներ եւ ականապատ դաշտեր ստեղծել եւ Օտավայի ուրեմն կոնվենցիայից դուրս է եկել Լեհաստանը, որը վերաբերվում էր հենց կոնկրետ հակահետևակային ուրեմն ականներին եւ Լեհաստանը պատրաստվում է 5-6 միլիոն այդպիսի ուրեմն հակահետևակային ականներ արտադրել տարեկան եւ տեղադրել այդտեղ հենց սահմանին, սա նաեւ հետաքրքիր ոլորտ է, որտեղ որ կարելի է Լեհաստանի հետ համագործակցել, որտեղ որևէ պատերազմի դեպքում այդպիսի ականներ կլիներ հետաքրքիր նաեւ Հայաստանի համար։ Ընդհանուր առումով այդ նաև այն ինչ ես ասացի, այս արգելապատնեշներ ձևավորելը, սա նաև հետաքրքիր ոլորտ է, որում պետք է կարելի է նաև օգտագործել Հայաստանի համար եւ այս փորձը կիրառել, այսինքն Լեհաստանը դառնում է շատ կարևոր պետություն։ Հայմարսները մեր համար նաև շատ հետաքրքիր են, ինչպես նաև այն ինչ ասացի, կորեական ինքնավար հաուբիցները եւ ուրեմն Չունմոն, այսինքն իրանց ռեակտիվ հրետանին, այդ ամենը շատ հետաքրքիր է Հայաստանի համար։ Հաջորդը գալիս է F-35-ներ ատարբերակով, 2020 թվականին են ստորագրել 32 հատ, գինը 4,6 միլիարդ դոլար եւ մայիսին հիմա, այսինքն մեկ ամիս առաջ սկսվեցին արդեն մատակարարումները եւ կավարտվեն 2029 թվականին, հարգելիներ։ Պաշտպանության նախարար Լեհաստանի Կոսինյակ Կամիշը հայտարարեց, որ F-35-ները կփոխեն առհասարակ օդուժի հնարավորությունները։ Դուք գիտեք, որ ես երկար ժամանակ խոսում եմ նրա մասին, որ մենք ապագայում պետք է ձգտենք ունենանք նաև F-35-ներ։ Թուրքիան չունի, Ադրբեջանը չի էլ ունենա, Թուրքիան էլ չի ունենա, ենթադրում եմ, իսկ Հայաստանը կարող է դրան ձգտել։ Չեմ ասում, որ դա շատ մոտ է, բայց ես համարում եմ, որ դա իրատեսական է, եթե մենք ճիշտ աշխատենք եւ համագործակցենք ամերիկյան կողմի հետ։ Հաջորդը F-16-ներն են V տարբերակի արդիականացումը, որը 2025 թվականի օգոստոսին սկսվեց եւ ընդհանուր առումով ներառում է 2,8 միլիարդ դոլար, 48 հատը պետք է արդիականացվի, նոր համակարգներ վրան դրվի եւ այլն։ Ես կարծում եմ, որ սա էլ հետաքրքիր է, եթե F-35-ներից չեն կարող սկսել, գոնե F-16-ներից կարելի է փորձել սկսել իրականում, չգիտեմ ինչքանով մեզ Su-30-ները առհասարակ պետք են, հասկանալի է, որ Su-30-ները արդեն որը ունենք, կարելի է նաև այսպես ասեմ, արդիականացնել Հնդկաստանի հետ միասին, բայց հենց Հնդկաստանն է ձգտում անցնել արևմտյան տեխնոլոգիային, այսինքն այդտեղ հաշվի առնենք այս նրբությունը։ Նաև գնել է 48 հատ FA-50 եւ բավականին բարձր տեխնոլոգիաներ կստանա, ամերիկյան ուղղաթիռներ նաև Apache AH-64 Apache 96 հատ են գնում այսպիսի ուղղաթիռ,
նաև ուղղաթիռներ AW149, որը կարտադրեն հենց Լեհաստանում 32 հատ ուրեմն կգնեն եւ կարտադրեն, եւ նաև ԱԹՍ-ներ է գնում ծանր ամերիկյան MQ-9A Reaper ԱԹՍ-ները։ Շատ կարևոր է եւ այս ոլորտում ասեմ ձեզ, որ այո, ամերիկյան կողմի հետ համագործակցություն է, այսինքն եթե մենք Լեհաստանի հետ միասին սկսենք այս ուղղությամբ համագործակցությունը, ապա Լեհաստանը կարող է նաև այդ արտադրելը, որը ինքը սկսում է, այս ամենը ինքը ուզում է արտադրել F-35-ներից բացի իհարկե, ուզում է շատ բան այստեղից արտադրել։ Կարելի է այնպես անել, որ մենք հենց ուղիղ արդեն Լեհաստանից հետո կարողանանք գնել։ Ընդ որում Լեհաստանի այդ համատեղ զորավարժությունների շնորհիվ կարելի է տեսնել էֆեկտիվությունը նաև այդ ամբողջ զինատեսակի եւ առհասարակ տեսնել թե արժի եւ ինչպես, ոնց, ինչ ուղղությամբ, ինչ ժամանակահատվածում արժի Հայաստանը, որ նաև կիրառի այս զենքերը, այսինքն գնի եւ ներմուծի այս ամերիկյան զենքերը։ Հաջորդը դա հակաօդային պաշտպանության համակարգներն են, Լեհաստանը գնում է ամերիկյան Patriot համակարգները, որը իմ կարծիքով շատ կարևոր է եւ ես կարծում եմ, որ Հայաստանն էլ պետք է ձգտի Patriot համակարգներին ապագայում, նաև ունի սեփական արտադրության iLauncher 1000 հրթիռ եւ 138 կրակող համակարգ, որոնք տարբեր մինչև 25 կիլոմետրանոց են։ Ես կասեի, որ համոզված եմ ՊՆ-ն այս ուղղությամբ աշխատելու է, որովհետև լեհական արտադրության հոպը մեզ համոզված եմ կհետաքրքրի, կան նաև փոքր, դա միջիններ, կա փոքր հեռահարության մինչև 7 կիլոմետր հակաօդային պաշտպանության պիլիկա, նաև լեհական արտադրության, սա էլ շատ հետաքրքիր է, այսինքն լեհական արտադրությունը էլ ավելի հետաքրքիր է, որովհետև ավելի էժան եւ միանգամից կարելի է ստանալ, հա, ամերիկյանին մի քիչ ավելի ժամանակ է պետք եւ պատրիոտները դա լրիվ ուրիշ բան են, դա բալիստիկ հրթիռների դեմ է իրականում։ Նաև կա SAN տարբերակի լեհական արտադրության ԱԹՍ-ների եւ ուրեմն բալիստիկ հրթիռների դեմ պայքարող այսպիսի միջոցներ, հարգելիներ, եւ ես կարծում եմ, որ սա էլ բավականին կարևոր եւ հետաքրքիր կլիներ Հայաստանի համար հենց լեհական արտադրությունը։ Նաև մի բան ինձ ինչ հետաքրքրեց եւ ուրեմն ինչ առանձնահատուկ նշանակություն ունի իմ պատկերացումով, դա պասիվ ռադիոլոկացիոն կայաններն են, այսպիսի 46 հատ է գնելու 1.6 միլիարդ դոլարով ընդհանուր առումով, որոնք պասիվ ձևով կկարողանան վերահսկել ուրեմն այս հնարավորությունները եւ դա շատ կարեւոր է, ես շատ եմ դա ընդհանուր առումով կարևորում, որովհետեւ պասիվ ռադիոլոկացիոն համակարգները ունեն հնարավորություն, որ կարողանան ապահովել Հայաստանի համար միշտ վերահսկել ուրեմն այդ հնարավորությունը, այսինքն օդային հատվածը Հայաստանի առանց բացահայտելու, թե որտեղ են գտնվելու ռադիոլոկացիոն համակարգները, այսինքն դա շատ լուրջ է իմ պատկերացումով։ Դրան ավելանում է մնացած արդեն հոպ համակարգները եւ ընդհանուր առումով հոպը շատ հետաքրքիր է։ Այդ ռադիոլոկացիոն պասիվ համակարգները կարծում եմ մեզ պետք է իրականում, չգիտեմ ինչքանով ունենք, որտեղ ակտիվ համակարգները հենց միացվում է հոպը հեշտ է խոցել, իսկ պասիվ համակարգները խոցելը շատ բարդ է, որտեղ հայտնաբերելն է բարդ։ Հաջորդը գալիս է նաև ԱԹՍ-ներ եւ պատրաստվում է 10,000 ԱԹՍ գնել Լեհաստանը։ ԱԹՍ-ների ոլորտում կարծում եմ սեփական արտադրությունը ամենալավն է, ինչ Հայաստանը անում է, այսինքն հենց սեփական արտադրություն, այլ ոչ թե որևէ մեկից այդ ԱԹՍ-ներ գնելը։ Gladius ԱԹՍ-ներ ունի կոնկրետ Լեհաստանը, կարելի է գնել, կարելի է քննարկել գնել, նաև ունի Fly-Eye
հետախուզական ԱԹՍ-ները, կարելի է գնել այդ ամենը, հետաքրքրվել, եւ հատկապես հետաքրքիր է Հայաստանի համար, կարծում եմ, ԱԹՍ-ների հեղափոխություն կոչված ծրագիրը, որը էժան ԱԹՍ-ների արտադրության հիմքեր պետք է դնի Լեհաստանում, այսինքն այս ոլորտը կարելի է այնպես անել, որ առնվազն դասեր քաղենք, թե ինչ էժան ԱԹՍ-ներ կարելի է արտադրել Հայաստանում, ուրեմն Լեհաստանի օրինակով, որ Հայաստանը կարողանա նույնպես մեծ ծավալ ունենալ։ Դրան ավելանում է ծովային ուժերի զարգացումը, որը դե իհարկե Հայաստանի համար անմիջապես անհրաժեշտություն չկա, բայց ուսումնասիրենք ամեն դեպքում, դա բրիտանական Arrow-head տարբերակն է, 140 մետրանոց ֆրեգատը, կործանիչ կարելի է ասել, հա, միենջիկը, որը 3 հատ պետք է կառուցվի, 180 մարդ է ամեն մեկի վրա, Սյուզանավը A26 շվեդական արտադրության եւ տեխնոլոգիաներն էլ են փոխանցելու Լեհաստանին, այսինքն Լեհաստանը նաեւ Բալտյան ծովում իր ուժերի լուրջ աճ է ապահովելու եւ ընդհանուր առումով հետաքրքիր այն է, որ մոբիլիզացիոն կառավարման համակարգն է աճում, այս ամենի հետևանքով կադրային համակարգը եւ Լեհաստանը ձգտելու է Հարավային Կորեայի, Ամերիկայի, Բրիտանիայի եւ Կանադայի եւ Շվեցիայի հետ միասին ուրեմն արտադրություն ձևավորի այս տարբեր զենքերի։ Ասեմ այստեղ, որ կարևոր է, որ արտադրություն, որ ինքը ձևավորում է, մենք կարող ենք նաեւ Լեհաստանի հետ խորացնել հարաբերությունները, որ այդ արտադրությունը ձևավորելուց օգտվենք, այսպես ասեմ։ Եվ մեկ նրբություն, որը պետք է ասել, որ այս ամենի ֆոնի վրա մենք տեսնում ենք, որ Լեհաստանը այս ամենը ուզում անել մինչև 30 թիվը։ 30 թվի համար Լեհաստանը կլինի լրջագույն ռազմական ուժ Արևելյան Եվրոպայում, ամենախոշոր ռազմական ուժը։ Աննախադեպ մարտունակ բանակ կունենա Լեհաստանը, որը միջուկային կոմպոնենտը եթե կողքի քաշենք, ռուսական բանակից շատ ավելի հզոր կլինի իրականում իմ պատկերացումով։ Ուստի Հայաստանի եւ Լեհաստանի հարաբերությունները խորացնելը իմ պատկերացումից բխում է Հայաստանի շահերից եւ այն այցերը, որը տեղի ունեցան վերջերս, պայմանագրերը, որը կնքվեցին եւ տեղեկատվությունը լեհական կողմից, որ Հայաստանը հետաքրքրված է K9 տանկեր գնելու մեջ, դա ես կարծում եմ շատ դրական է։ Մի խոսքով հուսով եմ, որ Պաշտպանության նախարարությունը կշարունակի Լեհաստանի հետ խորացնել հարաբերությունները, ընդ որում ասեմ ձեզ դա հնարավոր է նաեւ շնորհիվ նրա, որ քաղաքացիական պայմանագիրը արևմուտքի հետ մոտենալու, սերտենալու հարաբերություն է եւ գործընթաց է զարգացնում եւ անհնար կլինի Հայաստանի իշխանությունում պրոռուսական ուժերի վերադարձի պարագայում, այսինքն դա էլ խնդրեմ հաշվի առնեք։ Մեր մոտեցումը իմ անձամբ մոտեցումը արտաքին քաղաքականությանը հիմնված է փաստերի վրա, այլ ոչ թե հավատքի, եւ այդ փաստերը ցույց են տալի, որ Լեհաստանը այպես է հզորանում եւ ընդհանուր Եվրոպան, Գերմանիան առանձին, Ֆրանսիան առանձին, բայց Լեհաստանը այնպես է հզորանում, որ Հայաստանի համար Լեհաստանի հետ հարաբերությունների զարգացնելը շատ մեծ նշանակություն ունի, նույնիսկ ավելի մեծ, քան Ռուսաստանի հետ, ռազմական առումով, որտեղ ռուսական ռազմատեխնիկական հնարավորությունները ճգնաժամի մեջ են եւ շարունակում են մնալ ճգնաժամի մեջ, ընդ որում օրերս խոսել ենք նաեւ ռուսական պետության եւ տնտեսության լուրջ մարտահրավերների եւ խնդիրների մասին։ Այսինքն այս ամենը փաստեր են եւ այս փաստերը պետք է հաշվի առնել հարգելի այնակիցներ, երբ հունիսի 7-ին դուք կգնաք քվեարկելու, որովհետեւ չի կարելի զուտ արտաքին քաղաքականության եւ պետության ճակատագիրը որոշել զուտ հավատքի հիմքի վրա, այլ պետք է լինի փաստերով եւ մեկ ալիքում ձեր հետ միասին միշտ աշխատում ենք եւ կաշխատենք կոնկրետ փաստերով, գիտական մակարդակով, ուստի գնահատելով այս ամենը հուսով եմ, որ դուք կաջակցեք իմ ալիքին նաեւ լայքելով, մեկնաբանելով, բաժանորդագրվելով, անդամակցելով այստեղ կամ Patreon-ում ուղիղ աջակցությամբ այդ ամենը շատ եմ կարևորում եւ դա կօգնի նաեւ որ տարածվի այս մեր եթերը եւ մեր հայրենակիցները տեսնեն, թե ինչ կարևոր է այս ամենը Հայաստանի անվտանգության համար։ Շնորհակալ եմ ուշադրության համար, հարգելի այնակիցներ, կհանդիպենք, ցտեսություն։